Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Կանանց պատմությունները կարող են հրաշքներ գործել։ Սրա հետ միասին շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք գտնել եւ զրուցել այնպիսի կանանց հետ, ովքեր իրենց կյանքի ընթացքում, իրենց ընտրած ուղղության ընթացքում միշտ հավատացել են, որ ինչ որ բան փոխելու համար իրականում շատ բան պետք չի, պետք է շատ կարևոր ներքին մղում, ցանկություն եւ այն վստահությունը, որ իսկապես աշխարհում ամեն ինչ քեզ համար հնարավոր է։ Մենք աշխատում ենք Elroom-ում զրուցել այնպիսի կանանց հետ, որոնք ոչ միայն պրոֆեսիոնալ են այն ասպարեզում, որտեղ ստեղծագործում են, կապ չունի որ ասպարեզն է դա, այլև իրենց տեսակով մոտիվացնող են, կարողացել են ինչ-որ պահի կանգ առնել, որոշում ընդունել եւ հստակ քայլերով գնալ դեպի իրենց որոշումը։ Գիտեք, աշխարհում շատ կարևոր են մարդիկ, ովքեր իրենց շուրջը մոտիվացիա են տարածում, որովհետև հիմա արագության այս դարում տպավորություն է, որ ինչ-որ բաներ պիտի անընդհատ հաղթահարես երջանիկ լինելու համար։ Այնինչ ժամանակները փոխվել են եւ հիմա իրականում փոքր ձեռնարկներով դեպի հստակ քո երազանքը գնալու ճանապարհն է, որ երջանկություն է տալիս շատերին, քո շուրջը եւ ինքդ քեզ։ Կանայք կան, ովքեր իրենց ճանապարհն ընտրում են ու տպավորություն է, որ աշխարհում ոչինչ չի կարող շեղել, ոչինչ չի կարող իրենց սիրելի մասնագիտությունից հեռացնել իրենց, բայց նույնիսկ հեռանալու դեպքում կարողանում են իրենց մեջ պահեն արվեստի ստեղծագործելու, մարդկանց երջանիկ դարձնելու այս ցանկությունը։ Այսօր իսկապես այդպիսի հետաքրքիր կնոջ հետ ենք խոսելու, շատ կարևոր է 4 երեխաների, 4 հրաշքների մայր, ով կարողացել է իրականում իր սիրած մասնագիտությունը ընտրել, հետո ինչ որ պահի, երբ տպավորություն էր, որ աշխարհը կանգ է առել, ինքը կանգ է առել եւ ընտրել բոլորովին ուրիշ ուղղություն, որը նույն ու կարևոր ուղերձն ու մեսիջը ունի։ Մարդկանց կարողանում է երջանիկ դարձնել։ Այս պահին ես ուզում եմ սիրով նաեւ ձեր անունից Elroom-ում ողջունել Luluberries-ի հիմնադիր, Luluberries հրաշքների ուղղակի դուք ընթացքում կտեսնեք եւ կհամոզվեք, որ իրականում կարելի է նույնիսկ այսպես նկարները տեսնելով վայելել հեն հրաշքամը, որ վայելում են միայն օվկիանոսից այն կողմ առայժմ։ Luluberries-ի հիմնադիր Լուիզա Սարգսյանի հետ ենք զրուցում։ Լուիզա, ես շատ շնորհակալ եմ, որ առիթ ունենք հանդիպելու։ Ձեր էջը ուսումնասիրելիս տպավորություն է, որ այսպես հեռվից հեռու օվկիանոսի այն կողմից դուք կարողանում եք իրականում քաղցր, հաճելի, գեղեցիկ ու գունավոր այս տրամադրությունը տարածել։ Շնորհակալ եմ շատ, ես էլ եմ շատ ուրախ, որ նկատել եք էջս։ Դուք ծնվել եք Երևանում, ես գիտեմ, որ շատ սիրել եք եւ ընտրել եք վարսահարդարի մասնագիտությունը։ Այո, ես եւ դպրոցս ավարտեցի, որոշեցի, որ պետք է անեմ այդ գործը, քանի որ շատ էի սիրում, մտահղացումներս այնքան շատ էին, որ որոշեցի ես պետքա վարսավիր դառնամ եւ սկսեցի սովորել, հետո վերապատրաստվել, հետո նորից սկսեցի աշխատել։ Այնպեսի վիճակել, որ ես անդադ ոնց որ ուզում էի ստեղծագործեի գեղեցիկ բաներ անել ու այդպես ամեն անգամ որոշեցի, որ պետքա վերապատրաստվեմ ու աշխատեմ։ Հայաստանում աշխատել եք փաստորեն 7 տարի, այսինքն ձեզ այս ընթացքում նշեցիք, որ վերապատրաստվել եք, միշտ դուր է եկել մարդկանց, կանանց գեղեցիկ, երջանիկ տեսնելը։ Ի վերջո վարսահարդարի աշխատանքը այս առումով առանձնանում է։ Դուք կարողանում եք կանանց դեմքին այդ ժպիտը տեսնել, նկատել եւ նրանց պարգևել ըստ էության։ Այո, երբ գալիս են եւ ասում են ես այսօր առիթի եմ եւ պետք է ինձ գեղեցկացնես, դա ինձ ավելի սենց ոգևորում է։ Բայց կյանքը ձեզ տարավ օվկիանոսից այն կողմ։ Եվ ես գիտեմ, որ այնտեղ էլ ձեր մասնագիտությունը ձեզ հետ էր, դուք կարողացաք նաեւ այդ թույլտվությունը, լայսենսը հանել եւ աշխատել։ Այո, ճիշտ եք ասում, ես տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ ամուսնության նպատակով, ընտանիք կազմեցի եւ այստեղ էլ շարունակեցի, լայսենսը հանեցի, ուսումը շարունակեցի եւ աշխատեցի վարսահարդարի մասնագիտությունը չեմ թողել, այստեղ եմ աշխատել։ Բայց դուք միշտ սիրել եք, հա, ձեռքի աշխատանք, այսինքն ինչ-որ բան ստեղծել, սա երևի ինչ-որ պահի պատահական չի լինում, երևի մանկուց ձեր մեջ այս արվեստը գեղեցիկը զգալու, նկատելու կարողությունը եղել է։ Այո, եղել է, մանկուց սիրել եմ ստեղծագործել, գործելը, ոնց որ իմ երկրորդ աշխատանքը լիներ, միշտ սիրում էի նստել, գործել, ստեղծագործել, ու դա ինձ ուրախություն էր պատճառում։
Եվ շարունակեցի դա էլ ստեղծեմ, խաղալիքներ եմ ստեղծել, շորեր էի գործում։ Շատ կանացի, Լուիզան, երբ մենք նայում ենք, այն նույնիսկ հիմա դուք տեսնում եք մի քանի կադրեր, այս հրաշալի, գեղեցիկ, համեղ, այս տուփիկները դուք տեսնում եք, այստեղ շատ առանձնացող կանացի, հա, ինչ-որ մի բան, ձեռագիր, որովհետև Լուիզայի հետ առնչություն ունեցած մարդիկ նշում են, որ շատ հետաքրքիր ու տարբերվող բնավորություն ունի, իր հետ այսպես շատ հարմարավետ է։ Կանացի ինչ-որ գծեր կան, որ յուրաքանչյուր ասպարեզում, որտեղ էլ որ մարդը աշխատում է, սա անպայման նկատելի է լինում, Լուիզա, ձեր դեպքում սա ես հասկանում եմ, որ շատ է։ Դրա հետ միասին դուք մեկնելով, կազմելով ձեր հրաշալի ընտանիքը, փաստորեն այսօր 4 հրաշքների մայր եք, 3 դուստր ունեք եւ 1 որդի, Աստված պահի։ Այո, շնորհակալություն շատ։ Եվ ինչ-որ ժամանակներ եկավ, ասում են աշխարհում այդպիսի ժամանակներ լինում են, աշխարհը կանգնում է եւ 2020-ը այս առումով ամբողջ աշխարհի համար էր երևի COVID-ի ժամանակներում նշում եք, որ այդ ժամանակ արդեն քանի որ հնարավորություն չեք ունեցել աշխատելու, որոշել եք ուղղությունը փոխել։ Այո, երբ COVID-ը ընկավ, վարսավիրանոցները ամբողջովին փակվեցին ու ոնց որ տանը նստեցի ու որոշեցի, որ չեմ կարող, ես նորից պետքա ստեղծագործեմ։ Նստած էի, մի օր մտածեցի, թե ինչ կարող եմ անել, որպեսզի ես ինքս իմս ունենամ, իմ ժամանակը, որ կարողանամ նաև օրս անցկացնել երեխաների հետ, ու ճիշտ ասած սառնանում ելակ ունեի եւ մի փոքր շոկոլադ ունեի։ Մտահղացումս մի անգամից մտածեցի, որ չէ, կարելի է ինչ-որ մի բան մտածել, ասեցի աղջիկաս անունը Նատալիա, Նատալ ջան, ասի բեր ելակը եւ չոկոլադը այդպես հալացնեմ ու սկսեմ սարքել։ 20 հատ ելակ կար, ճիշտն ասած, եւ շոկոլադ ունեի։ Սկսեցի պատրաստել, հալեցնել եւ շատ գեղեցիկ ստացվեց։ Սիրուն դասավորեցի ու ասեցի Նատալի, բեր նկարենք, հետո նկարեցինք, ասի բեր Instagram բացենք։ Ճիշտն ասած, ոնց որ որոշումս մի անգամից էր Instagram բացելու եւ ինչու՞ չէ, ասեցի կարող եմ սկսել պատվերներ վերցնել։ Այսինքն հենց սկզբից այդպես մտածել եք, որ պետք է կարող եք միանգամից սկսել պատվերներով։ Հա, հենց սկզբից տենց մի անգամից մտածեցի ու սկսեցի, որ կարող եմ ինչու՞ չէ պատվեր, դե որ լավ ստացվեց մոտս։ Մտածեցի, որ կարելի է պատվերներ ընդունել։ Հիմա Լուլուբերից դուք էջը տեսնում եք, սիրելի հետևորդներ, այս պահին արդեն շատ մեծ է տեսականին եւ այս էջով կարելի է պատվիրել։ Իրականում հրաշալի, գեղեցիկ, երևում է, որ շատ համեղ, կարծում եմ, որ ովքեր որ այնտեղ են, մենք նրանց կարծիքները իհարկե ունենք, եւ շատ կարեւոր է, որ երկար պահպանվող տեսքը, հա, ելակները որպես կանոն կարող են առաջին պահին շատ գեղեցիկ լինել, բայց երկար չի պահպանվում։ Լուիզա Սարգսյանի դեպքում նշում են, որ տեսքը չի կորցնում, շատ կարևոր է, որ այդ փայլը նույնիսկ նկարներից, ֆոտոներից է երևում։ Սա ձեր, այսինքն խոհանոցի հետ, հա, ձեր այդ ստեղծագործելու կարողությունը նաև խոհանոցում է արտահայտվել, Լուիզա։ Կարելի ասել այո։ Ճիշտ ասած, պատրաստել սիրել եմ, բայց երբեք չեմ սիրել մեծ տորթերի հետ առնչվել, մեծ տորթեր սարքել։ Դրա համար որոշեցի, որ քեքփափները պետքա լինի փոքր, որտեղ ավելի շատ սիրում եմ մանր աշխատանքներ, քան որ տորթի հետ աշխատեմ ու երբեք ինձ չեմ պատկերացրել, որ ես կարող եմ տորթ փխել, ու հետո ասեցի, որ պետքա լինի այդ տորթերը փոքր տեսակները։ Եվ սկսեցի դա էլ ստեղծագործել ու ստացվեց ուրախությունից եւ այդ մանր աշխատանքը, որ վրան միշտ կա, ճիշտ ասած շատ են զարմանում, ասում են ոնց կարելի է այդքան մանր աշխատել, բայց դա ինձ հաճույք է պատճառում։ Այո, հենց սկզբից սկսել եք, այսինքն առաջինը ելակներից սկսվեց, Լուլուբերիզը ելակներից է սկսվել 2020 թվականին, ելակները շոկոլադապատ ելակներ, հիմա արդեն տեսականին բավական մեծ է, ինչ կարող են պատվիրել եւ որ առիթների համար, Լուիզա։ Առիթները բազմաթիվ են, իրանք ասում են, թե ինչ առիթներ, հարսանիք, այսինքն ամեն առիթի ես կարողանում եմ պատրաստել։ Եվ այո, մեծացրեցի տեսականին եւ մոտ հիմա 12 տեսակ ինչ բաներ ունեմ, որ սարքում եմ, այո, տարբեր առիթներին։
Այո, 12 տեսակ, այսինքն ինչերն են, որոնք են, որ հիմնականում ավելի շատ պատվիրում են եւ հայկական միջավայրում, որոնք են, որ ավելի մեծ պահանջարկ ունեն, Լուիզա։ Հիմնականում ելակները, քեք փափները, օրեո քուքիները, շուգար քուքիները, Rice Krispy-ները, Donald, այդպիսի բաներ են հիմնականում պատվիրում։ Եվ նաև ես ունեմ թիրամիսու, իմ ամենամեծ տորթերից մեկն է թիրամիսու եւ tres leches, դրանք էլ շատ սիրված են եւ շատ համեղ են։ Իրոք որ համեղ է ու շատ սիրված է ինքը։ Սա շատ ժամանակատար է, հա, եւ այս ամեն ինչը երևի որոշակի դժվարություններ հաղթահարելով, դուք այսպես սիրուն մասին ենք մենք խոսում, բայց դժվար է եղել այս ճանապարհը, Լուիզա։ Այո, իհարկե, ինչ խոսք, դժվարությունները շատ են, քանի որ տանը երեխաներ կան, երբեք դու հանգիստ չես կարողանում լինել։ Դժվարության մի մասը այն է, որ պետքա ամեն ինչը տենց մանր սարքես, դնես, որ ինքը ժամանակ է պետք որ չորանա, ժամանակ է պետք որ այդ ամեն ինչը ստեղծես, երեխաների հետ մեկտեղ համատեղես, դժվարությունները իհարկե շատ են, բայց էլի անում եմ մեծ սիրով եւ հաճույքով ու արդեն երեխաներն էլ են սովորել, որ պետքա թեկուզ ժամանակ գալիս է կարող են օգնել։ Փաստորեն աղջիկները 16, 13 եւ 12 տարեկան են եւ ձեր որդին 8 տարեկան, հետաքրքրություն ունեն եւ ձեռքի աշխատանքի այս ձեզ որոշակի ինչ որ առումով նման են։ Հետաքրքրությունները իրանց նկարչությունն է, այո, շատ լավ նկարում են երեք աղջիկներս։ Նկարչությունը, բայց դուք եք ձեր մեջ էլ է եղել դեռ մանկուց, որովհետև առանց նկարչական տաղանդի հնարավոր չի այսպիսի գեղեցիկ, կարող է շատ համեղ լինել, բայց այսքան գեղեցիկ ու գույները նաև շատ նուրբ ընտրված համահունչ գույներ եք ընտրում։ Այո, գույները կախված է նաև վարսավիրության հետ, ճիշտն ասած, քանի որ գույները դա եմ ընտրում, մազերը սարքելուց վարսավիրությունը դա է, էլի, ոնց որ այդպես պատկերացումս ուժեղ է այդ գույների նկատմամբ, քանի որ հաճախորդը որ ասում է սա եմ ուզում, չեմ կողմնորոշվում ինչ գույն կարելի անել, չեմ կողմնորոշվում ինչպես, ես ասում եմ դուք ինձ ասեք ինչ մոտավոր ինչ եք ուզում ու այդ գույնը ստանում եմ եւ գալուց իրանք զարմանում են, ասում են ոնց ստացար այս գույնը, ոնց որ տորթը իրանք չէին ցույց տվել, բայց այդ նույն գույնը ես ստացել եմ, որտեղ պատկերացումս որ գույնային են ուժեղ է համընկնում է համ վարսավիրությունը, համ էլ դա դրա համար միգուցե լավ է ստացվում։ Այո, միգուցե շատ համեստ է Լուիզան, միգուցե լավ է ստացվում, իհարկե հրաշալի է ստացվում Լուիզա, նույնիսկ այսպես հենց այս կադրերը տեսնելուց կարելի է պատկերացնել, էլ չեմ ասում, որ իրականում համը, որի մասին խոսում են, որը շատ պահանջված է այս տարիների ընթացքում արդեն ես գիտեմ, որ հաճախորդների ասեմ կամ սիրահարների, ձեր ելակների եւ քափքեյքերի այս ամբողջ տեսական ու սիրահարների մեծ բանակ եք ձևավորել։ Առաջին պահին պատկերացնում էիք, որ պիտի հաջողի եւ այսքան մարդու համար պիտի իրենց կարևոր առիթների անբաժան մասը դառնա ձեր նաեւ աշխատանքը։ Քանի որ շատ էի սիրում, ուզում էի ամեն ինչ անել, որ այդ պատկերացումը, սպասումներս ոնց որ գոհացնեի եւ այդպես էլ եղավ, հենց հիմա մի դեպք հիշեցի, որ դա ինձ ավելի սենց ուժ է տալիս ամեն անգամ դա հիշելով, ուրեմն մի անգամ հյուր էի գնացել, քեքփափներս տարա, որպեսզի իրանք է փորձեն, ուտեն եւ տեսնեն էլի, հետո հյուրերից մեկը ասեց, վայ ճիշտն ասած ես չեմ սիրում այդ համը, չեմ պատկերացնում ինչ պիտի լինի, մի անգամ կերել եմ, չեմ սիրել։ Ասեցի, ուզեք մի հատ էլ փորձեց ու առաջի ուտելուց հետո ասել, այս ինչ համով է, ես չէի պատկերացնում, իրոք ասում եմ, ես քեքփափի համար սենց չէի պատկերացնում, որ համով է, միշտ մի անգամ կերել եմ ու երբեք ասել եմ բերանից չեմ դնելու ու ինձանից սկսեց պատվիրել եւ իմ հավատարիմ հաճախորդն Այո։ Եվ դա ավելի ուժ է տալիս, որ ոնց որ անես ավելի լավը։
Այո, իսկապես դուք սիրում եք դրական էներգիան տարածում եք Լուիզայի, բայց շատ կարևոր է ձեզ համար նաև ստանալը։ Ինչքանով է կարևոր հասկանալ մարդուն, որպեսզի կարողանաս իր համար ինչ-որ բան ստեղծել, հա, արվեստ։ Ի վերջո սա արվեստի գործ է, գեղեցիկ, ամեն մի փոքր այդ տպավորություն է, որ սա ընդամենը համեղ ինչ-որ բան է, այդ պահին պետք է հյուրասիրել, պետք է մարդը վայելի, բայց դուք այնքան աշխատանք եք թափում ամեն մի փոքր կտորի վրա, հա։ Այո, մի անգամ մեկը հարցրեց ինչքան ժամանակ է տևում, թեկուզ այդ մի փոքր կտորը, ասեցի բավականին ժամանակ է, այսինքն եթե մոտավոր ունենում եմ 20 հատ պատվեր, 20 կտոր, կարելի ասել, իսկ դրա վրա պետքա լինի տարբեր դիթեյլներ, տարբեր դա մոտավոր պահանջվում է երևի 1 օր ասեմ, պահանջվում է, որ այդ ամեն ինչը մանր սարքեմ եւ չորանալ, ժամանակ է պետք։ 20 ընդամենը փոքր այս կտորները 1 օր, բայց նաև թեմատիկ, ես ուզում եմ թեմատիկ հավաքածուների մասին։ Սա նաև առաջարկով, այսինքն հաճախորդների թե ձեր գաղափարներ, այսքան այսպես գեղեցիկ, թեմատիկ, մեկ ուղղվածության այս հավաքածուները ստեղծելը։ Օրինակ վերջերս մի պատվեր ստացա, որ հենց այդ հարցին շատ համապատասխան է։ Ինքը պետքա լիներ Ռափանզելը, մուլտֆիլմի հերոսուհին էր, եւ մայրիկը ասեց, որ ուզում եմ ոնց որ կեղծ տորտ լինի, բայց ուզում եմ, որ նման լինի իսկական, իրականին, բայց ասես չեմ պատկերացնում ճիշտն ասած, թե ինչ կարող ես անել, եւ հիմա դա իմ էջում կա, եւ շատ սիրվեց։ Որոշեցի ինչ կարելի անել, կեղծ տորթերը հավաքեցի իրար վրա եւ մազ հյուսեցի, Ռափանզելի մազը։ Այդպես ու ոնց որ Ռափանզելի մազն էր, այդպես սարքեցի, հետո գալուց ասեցի թող անականական լինի, որ գա վերցնելուց նոր տեսներ, որտեղ չէր պատկերացնում։ Եվ ասեց, որ գույներն էլ թողում եմ քոնտրության վրա։ Այդպես դա ստեղծեցի եւ շատ էր սիրել, երեխաները այնքան էր ուրախացել, որ ոնց որ զարմացել էր էլի, որ կարելի է դա էլ ստեղծագործել։ Սիրելի հետևորդներ, դուք տեսնում եք հեռախոսահամարը, Edge-ը կարող եք Edge-ով դիմել, իհարկե դեռ ինչպես նշեցի միայն այնտեղ օվկիանոսից այն կողմ, բայց ես չգիտեմ ինչ ծրագրեր ունի Լուիզան, Լուիզա գիտեմ, որ միայն այսպես on-line տարբերակով չէ, պիտի որ արդեն մեծանա, նպատակ ունեք, ծրագիր ունեք որոշակի խանութ կամ արտադրամաս հիմնելու։ Այո, նպատակ ունեմ մեծացնելու եւ նպատակ ունեմ, քանի որ տեսնում եմ, որ քեքփափները, թեկուզ հենց ելակները, որտեղ քանի որ մարդիկ կան զանգում են, ասում են, «Ոյ, կարող ենք հենց հիմա պատվիրել», կարող է հենց հիմա ունենաք, ասում եմ, չէ, քանի որ դա պետքա լինի թարմ եւ ես չունեմ պատրաստած, որ պետք է եւ մտածեցի, որ կարելի է մեծացնել եւ այդ մտահղացումը, որ կա, այստեղ շատ քիչ է քեքփափը, ելակը, որ ես կարողանամ մի անգամից մարդկանց ոնց որ պատվերը ունենամ, արդեն պատվիրեմ, ծավալեմ, դա այդ նպատակը կա։ Ծրագիրը կա փաստորեն բացելու, սա հրաշալի մի բան կա, կլինի։ Բնավորությամբ, Լուիզա, դուք այսպես սիրում եք նշեցիք, որ մի քանի րոպե է տվել այդ որոշումը ընդունելը։ Արագ եք կողմնորոշվում, որոշումը ընդունում եք ու հստակ կարողանում եք այդ քայլերով գնալ դեպի ձեր երազանքը։ Ճիշտն ասած, այո, արագ որոշում եմ եւ այդպես առաջ եմ գնում նպատակից ետևից։ Ասում են, որ կնոջ համար սա ամենակարևորն է, երբ կարողանում է արագ որոշել եւ հստակ գնալ։ Սա ձեր բնավորության մեջ է եղել, թե արդեն տեղափոխվելուց հետո մեծ ընտանիքի հետ, երբ շատ ժամանակ չկա, այդպես դարձաք, թե բնավորությամբ եք այդպեսին եղել։ Բնավորությամբ այդպեսինն եմ, երբեք չեմ սիրել, այսինքն ուրիշի համար աշխատել։ Կարծում եմ դա է նպատակս, որ ես ինքս իմը ստեղծեմ, որ այսինքն ինձ վրա ժամ չլինի, օր չլինի, ես ինքս իմ օրը կազմեմ, երեխաների հետ լինեմ, դա է նպատակս։ Այո, փաստորեն ստեղծագործող մարդու բնավորության գիծ է սա, այսինքն չեք սիրում շրջանակներ, կաղապարներ։ Չեմ սիրում, երբեք չեմ սիրել եւ շատ համարձակ եմ եղել այդ հարցում։ Այո, հիմա փաստորեն բիզնեսում մենակ եք։ Այո, բիզնեսում մենակ եմ,
Եվ կարողանում եք ամեն ինչ հասցնել։ Լուիզա, ո՞րն է գաղտնիքը 4 երեխաներ, ընտանիք, այսքան զբաղվածություն, այսպիսի ես գիտեմ, որ շատ են այսպիսի մանր, հա, ստեղծագործական աշխատանք, որը ժամանակատար է, բացի նրանից, որ բարդ է, նաև ժամանակատար է, ինչպես է հնարավոր հասցնել այս ամենը։ Երբ որ կազմակերպված ես լինում, երբ որ կազմակերպում ես քո ժամը, եւ տնօրինում ես դու, որ պետք է անես սա, քո առաջ դրած այդ նպատակը, եւ դու մտածում ես, որ անպայման պետք է ես հասնեմ այդ նպատակիս հետ, ու դա է գաղտնիքը, որ կարողանում ես առաջ գնալ, ու միշտ այսպես ոնց որ ժամանակդ կարողանում ես կառավարել եւ դասավորել։ Հատուկ ինչ որ գաղտնիքներ ունեք ժամանակի պլանավորման, ժամանակը կառավարելու, որի մասին կասեք տարին նոր է սկսվել, շատ-շատերն այդ խնդիրը ունեն, այստեղ էլ գաղտնիքը նա է, որ ոնց որ գրի եմ առնում, թե ինչ պետք է անեմ։ Այդ գրառումը ինձ շատ է օգնում, քանի որ նայում եմ գրարմանս եւ այդպես առաջ եմ շարժվում, դա է գաղտնիքը երևի եւ շատ հանգիստ կարողանում ես դա առաջ տանել։ Լուիզա, ինչպես եք կարողանում հանգիստը պլանավորել, երեխաների հետ վստահ եմ, այնքան էլ հեշտ չի, բայց հանգստանալ, էներգիա ստանալ, ընկերների հետ ժամանակ անցկացնել, ձեզնով զբաղվել, ի վերջո զուտ կանացի հոգսերով։ Ես օրինակ սիրում եմ, որ մի քիչ թեկուզ 1 ժամ լինի կամ 2 ժամ այդ հանգիստը ինձ նվիրեմ եւ տրամադրեմ ինձ։ Դա էլ ոնց որ կարողանում եմ ոնց որ օրս կազմակերպեմ, թեկուզ առանձին իմ համար եմ ժամանակ տրամադրում, առանձին երեխաների, դա է հանգիստի կազմակերպման գաղտնիքն, ձևներ։ Այո, դժվար իրավիճակներում փաստորեն սիրում եք այսպես մի պահ կանգ առնել, արագ որոշում կայացնել ու գնալ։ Չեմ կենտրոնանում իմ դժվարության վրա, փորձում եմ առաջ գնալ, չկենտրոնանալ։ Այո, ասում են դժվարությունները դրա համար են, որպեսզի հաղթահարես, ոչ թե դրանց շուրջ մտածես։ Լուիզա, փաստորեն, այո, խանութը բացելու ծրագիրը ունեք, ես ուզում եմ, որպեսզի այդ ծրագիրը հնարավորություն ունենաք շատ շուտ իրականացնելու, որովհետև իրականում սա շատ կարևոր է, երբ մարդը արագ, հա, ինչ որ միտեղ ուզում է գնալ, բայց միևնույն ժամանակ ուզում է իր սերը, ջերմությունը այսպես շատ տեսանելի նաև ցույց տալ, կարելի է ուղղակի լուլուբերիզի տուփով գնալ եւ այստեղ կհասկանան, որ իրականում դուք շատ մեծ ջանք եք գործադրել, որպեսզի հաճելի պահեր պարգևեք, հաճելի եւ համեղ։ Իսկ մինչ այդ ինչքան ժամանակ առաջ պետք է պատվերները եւ որ հավաքածուների համար ինչքան ժամանակ առաջ պետք է դիմել ձեզ։ Եթե լինում են փոքր պատվերներ, 1 շաբաթ առաջ պետք է անպայման պատվիրի, իսկ եթե առիթը մի քիչ մեծ է լինում, 2 շաբաթ ինձ բավական է, որ իսկ եթե սեղաններ եմ ունենում դնելու, 1 ամիս առաջ պետք է ինձ ասեն, քանի որ ես շատ մանրամասն պատրաստվում եմ ամեն մի դիթեյլներով, այդպես։ Ահա, այսինքն ամբողջ սեղանը, հա, քաղցրի այդ ամբողջ ամենահամեղ մասը լուլուբերիզից։ Այո, այդ սեղանները 1 ամիս առաջ, որտեղ ամեն մի մանրամասնությունը սեղանի վրա, ինչ որ կա, ամեն դիթեյլը, ամեն մի բանը, թեկուզ դիզայնը ամբողջը ես եմ տալիս եւ իմ մտահղացումն է, դրա համար ինձ ոնց որ բավականին ժամանակ է պետք, որ կարողանամ հասցնել։ Այո, կամած այս տարիների ընթացքում արդեն հավաքվել է հաճախորդների բանակը, նշեցիք, որ գույների առումով եւ այլն շատ վստահում են։ Երևի մենք երբ փորձում էինք այսպես գտնել մարդկանց, ովքեր համի մասին մեզ ինֆորմացիա կտան, որովհետեւ տեսքը արդեն մենք տեսնում ենք, նշեցին, որ հնարավոր չի ուղղակի չհամտեսել։ Այս համն էլ պահել, արդեն դուք գիտեք մթերքները եւ այլն միշտ կարողանում եք բարձր որակը պահել։ Այո, միշտ փորձում եմ բարձր որակի մթերքներ գնել եւ երբեք իմ նպատակն է, որ երբեք չփոխեմ, ինչքան է որ շատ աշխատանք ունենամ, ինչքան է որ աշխատանքս շատանա, ես ուզում եմ, որ որակը միշտ լինի լավը։ Բարձր որակի լինի։ Ես ուզում եմ, որ դուք միշտ շատ զբաղված լինեք, բայց այսքան պայծառ ու հրաշալի, որովհետև զգացվում է, որ դուք ոչ միայն այդ դժվար ու ծանր աշխատանք է, այլ արվեստի մեջ։ Դուք ստեղծագործում եք, որը ձեզ
շատ ավելի գեղեցիկ ու շփման մեջ նաև շատ հաճելի է դարձնում։ Շատ շնորհակալ եմ, որ առիթ ունեցա ծանոթանալ։ Ես շատ կուզենամ, որ առաջիկայում հաջորդիվ ծրագրերում լինի նաև Լուլուբերիզի մի փոքրիկ մի սրահ նաև Հայաստանում։ Դա իմ ամենամեծ նպատակն է, որ Հայաստանում բացեմ մասնաճյուղս, դա իմ ամենամեծ նպատակն է։ Այո, ես շատ ուզում եմ, որ առիթ ունենանք իրականում այստեղ Հայաստանում, Երևանում տեսնել որևէ տեղ այդպիսի այդ հրաշալի ցուցանակը Լուլուբերիզի եւ այդ համով ու գեղեցիկ նաեւ տեսականին, որը շատ գեղեցիկ է ձեր ձեռքի շնորհիվ, բայց նաեւ ձեր այդ դրական էներգիայի Լուիզա։ Շատ շնորհակալ եմ, շատ հաճելի էր ինձ։ Նմանապես ինձ էլ է շատ հաճելի։ Սիրելի հետևորդներ, իրականում գիտեք, կարելի է մտածել, որ մեր ժամանակներում շատ քիչ բանով կարելի է զարմացնել։ Իրականում քիչ բանով կարելի է զարմացնել, ամեն ինչ մտածված է, բայց միևնույնն է, ձեռքի աշխատանքը, երբ որևէ գործի մեջ արվեստ կա, սա անպայման տեսանելի է։ Դա կարող է լինել ինչ-որ գույների համադրությամբ, դա կարող է լինել փոքր ձևավորումներով, բայց եթե արվեստը մարդու ներսում է եւ այդ ձեռքի միջոցով էներգիայով նաեւ փոխանցվում է, սա միշտ տեսանելի է։ Լուլուբերիզի էջը դու կարող եք պատվիրել, իհարկե կարող են պատվիրել մեր հայրենակիցները նաև ոչ միայն, բայց մեր լսարանում հիմնականում մեր հայրենակիցներն են, հասցեն դուք տեսնում եք նահանգներում։ Հույս ունենանք, որ ինչ-որ ժամանակ Հայաստանում նույնպես հնարավորություն կունենանք ոչ միայն հետաքրքիր ինքը իր ուժերի վստահ կնոջ պատմություններով ոգևորվել, այլ նաև իրականում Լուլուբերիզի այս շքեղ տեսականիով։ Ես կարծում եմ, որ կանանց պատմություններն իրենց մեջ շատ կարևոր մի մեսիջ ու ուղերձ պարունակում են։ Իսկապես կարելի է ինչ-որ պահի կանգ առնել ու հասկանալ, իսկ ինչ պիտի անես դու, որն է այն ասպարեզը, որտեղ դու կարող ես հրաշքներ գործել։ Գիտեք, մեզ միշտ թվում է, որ դա նախապես է որոշված, երկար ճանապարհ պիտի անցնես, բայց ոչ։ Այնպես Լուիզան շատ այսպես հանդարտ ու շատ անկեղծ ասաց, ուղղակի տեսա ելակներ ունեի եւ այդ ժամանակ, քանի որ փաստորեն փակ էր, հնարավոր չէր գնալ աշխատանքի, որոշեցի, որ իմ ներսում եղած արվեստը այստեղ պիտի օգտագործեմ։ Այ պետք է կարողանալ կանգ առնել ու որոշել։ Հուսամ, որ այսօրվա մեր զրույցից հետո շատ կանայք նաեւ Հայաստանում կամ աշխարհի տարբեր անկյուններում կհասկանան, որ իրենք ինչ-որ մի պահ պիտի կանգ առնեն, ընտրեն ոլորտը, որտեղ կարող են հրաշքներ գործել ու քայլ անեն առաջ։ Մենք այսօր զրուցում էինք Լուլուբերիզ շատ հետաքրքիր քաղցրավենիքի, այսպես հետաքրքիր ու համեղ այս տեսականու այս բրենդի հիմնադրի հետ, Լուիզա Սարգսյանի հետ, 4 երեխաների մայր, ով մի օր որոշել է, որ պետք է իսկապես աշխարհը շատ ավելի քաղցր դարձնի։ Եվ ամենակարևորն այն է, որ այո, հիմա արդեն 2026-ին կարող ենք փաստել, որ ամեն ինչ ստացվել է, իսկ ավելի մեծ ծրագրերը դեռ առջևում են։ Ես այս պահին ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ, ես ուզում եմ, որպեսզի իսկապես մեր կյանքում շատ լինեն մարդիկ, ովքեր կարողանում են իրենց ներսում եղած դրականը վերածել արվեստի ու տարածել իրենց շուրջը, որովհետև հենց այս ճանապարհով է, որ աշխարհում ամեն ինչ ու շատերի համար նաև դառնում է հնարավոր։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։